գյուղական համայնքները արհեստական միավորելով միլիոնավոր դոլարների ընտրակաշառքներ բաց իրականացնելով կեղծ ընդդիմադիրներին եւ այլն ձայներ փոշիացնելով այդ բոլորը մենք տեսանք։ Ձերբակալությունից մեկ օր առաջ հրապարակին տված հարցազրույցում Հայրենիք կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը խոսում էր իշխանության կողմից ճնշումների ու ընտրակաշառք բաժանելու մասին։ Այսօր արդեն հակակոռուպցիոնը նրան մեղադրեց ընտրակաշառք տալու համար։ Երեկ նրան ձերբակալեցին, իսկ այսօր դատարանը քննում է Գալստյանին կալանավորելու հարցը։ Ցանկացած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացի պաշտպանված չէ, որ ինչ-որ մի օր իշխանությունները որոշում չեն կայացնի եւ նրան չեն ձերբակալի մի շինծու գործով։ Ես կարող եմ բոլորին հավաստիացնել, որ սա հերթական զավեշտալի քրեական վարույթն է, որը որևէ հիմք չունի եւ չի կարող ունենալ։ Գալստյանի հետ ձերբակալված է նաեւ վաղարշաբաթի ընտրություններում Հայրենիք կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Արամ Քոչարյանը։ Երկուսի բնակարանն էլ իրավապահները խուզարկել էին ու կուսակցության նախագահ ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքով անօրինական ոչինչ չեն արգրավել, միայն հեռախոսներ։ Վանեցյանը քաղաքական է որակում այս քրեական գործը։ Սա ահազանգ պետք է լինի բոլոր ընդդիմադիր ուժերի համար, որովհետեւ սրանով նրանք ճանապարհ են հարթում առաջիկա ընտրություններին համապետական մարդկանց շինծու գործերով կալանավորելու, ձերբակալելու, վախեցնելու, քաղաքական գործունեությունը կասեցնելու կամ խաթարելու համար։ Վանեցյանը հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողներին հավաստիացնում էր, որ մեկ լումա անգամ որպես ընտրակաշառք չեն բաժանել։ Հայրենիք կուսակցությունը որևէ մի լումա ընտրակաշառքի տեսքով չի բաժանել ու նման ապացույցներ չկան ու չեն էլ կարող լինել, որովհետև բնության մեջ նման բանը բացակայում է առհասարակ։ Վստահ է, որ դատարաններում իրավապահները կպարտվեն։ Ընտրությունները եւ առհասարակ քաղաքական գործունեությունը իրանից ենթադրում է որոշակի մարդկանց ներգրավում, բայց չգիտեմ, քարոզ արշավի ժամանակ սրա նրա տարբեր գործերի համար։ Հիմա եթե դա հանցանք է, ապա ինչի է դա հանցանք միայն ընդդիմադիր ուժերի համար։ Փաշինյանը ձեզ ուզում է ճնշել։ Փաշինյանը շատ բան կարող է ուզել, կարևորը ստացվի։ Ինչ ճնշել անհնար է։ Այս գործընթացը քաղաքական որակող Հայրենիք կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանի պնդմամբ իշխանությունը փորձում է ընդդիմադիրներին թուլացնել։ Ավելի փոքր մասշտաբով մեր վաղարշաբաթի տարածքային կառույցի պատը Արամ Քոչյանի մասով Արամ Քոչյանը իր հերթին նաև եկեղեցում է աշխատում, վեհապարի կողմնակից է ու այս մեթոդները իրենք կիրառելու են այս իշխանությունը։ Ամեն օր խոսում են ժողովրդավարությունից, օրենքի գերակայությունից, մեղադրում են նախկին տարբեր իշխանություններին, տարբեր արատների մեջ, բայց իրենցից արատավոր իշխանություն մենք չենք ունեցել։ Թե կոնկրետ ինչ գումարների մասին է խոսքը, հակակոռուպցիոն կոմիտեն չի մանրամասնում։ Մեղադրյալների փաստաբաններն էլ նախաքննության փուլում իրավունք չունեն փակագծերը բացել։ Մենք կարող ենք պնդել, որ այն ինչ որ գործընթացներ իրականացվել են ընտրական պրոցեսների շրջանակներում, հա, այսինքն օրինակ Էջմիածնի ընտրությունների ժամանակ տեղի ունեցել բացառապես օրենքի սահմաններում, օրենքիով նախատեսված ընթացակարգերով։ Վստահաբար որևէ քրեական օրենսգրքի հոդված այդ ընթացքում չի խախտվել։ Հակակոռուպցիոն ըստ փաստաբան Սոս Հակոբյանի պահանջում է կալանքի տանել մեղադրյալներին գործին չխոչընդոտելու, չթաքնվելու հիմնավորմամբ։ Ուղղակի արտագրած քրեական դատավարության օրենսգրքի հոդվածներ են, այսինքն այն իմաստով եմ ասում, որ այդ հիմքերը չկան։ Անձին այսօր ազատությունից զրկելու, որպեսզի իրենք կարողանան այդ օրենքով սահմանված իրանց գործառույթներից օգտվեն, որ օբյեկտիվ քննություն անեն, այդպիսի խնդիր չկա։ Բացի Հայրենիք կուսակցության 2 անդամից, այս գործով ճաղերի հետևում են եւս 6 հոգի։ Նրանց շարքում է նաեւ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալ Մովսես Քարտաշյանը։ Թե ինչ առնչություն է ունեցել նախկին բարձրաստիճան պաշտոնյան Արթուր Վանեցյանի թիմի հետ, հակակոռուպցիոնը չի մանրամասնում։ Մյուսների անունները իրավապահները չեն հայտնում, իսկ ընդդիմադիր Հայրենիքից պնդում են, թե Արմավիրի նախկին փոխմարզպետը իրենց կուսակցությունից չէ։